Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու հետ, քննարկել Վրաստանի տարածքում վթարի ենթարկված թուրքական C-130 ռազմական ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը։ Ավելի վաղ Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ խումբ են ստեղծել հետաքննության համար։ Թուրքիայի նախագահը դիմել է հանրությանը, կոչ արել զգոն լինել եւ չհավատալ ավիավթարի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերին, խոստացել, որ դեպքի բոլոր հանգամանքները կպարզվեն։ Թուրքիան դադարեցրել է բոլոր C-130 ինքնաթիռների թռիչքները մինչև հետաքննության ավարտը։ Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող օդանավում եղել է 20 մարդ անձնակազմի 4 անդամ եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 16 սպա, բոլորը զոհվել են։ Նրանց թվում է նաեւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետը։ Զոհված զինծառայողների աճյուններն արդեն տեղափոխվել են Թուրքիա, հայտնաբերվել է նաեւ ինքնաթիռի սև արկղը։ Թեհրանը ՄԱԿ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին հունիսին Իրանի դեմ հարձակումների համար։ Իրանի արտգործնախարարը պաշտոնական նամակ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, վկայակոչելով նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները, որոնք ապացուցում են Վաշինգտոնի ներգրավվածությունը հարձակմանը։ Թրամփը նոյեմբերի 6-ին հայտարարել էր, առաջինը հարձակվել է Իսրայելը, այդ հարձակումը շատ հզոր էր, ես մեծապես ներգրավված էի այդ գործողության մեջ։ Ըստ Թեհրանի, այս հայտարարությունը հստակ ապացուցում է, որ ԱՄՆ-ն ուղղորդել եւ հսկել է հարձակումները, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է։ Ըստ իրանցի դիվանագետի 12-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 1100 խաղաղ բնակիչ է զոհվել։ Մեծ վնաս է պատճառվել քաղաքացիական ենթակառուցվածքին, միջուկային օբյեկտներին։ Իրանական կողմի պնդմամբ Իսրայելը եւ ԱՄՆ-ն պետք է լիովին փոխհատուցեն պատճառված նյութական եւ բարոյական վնասները։ Միացյալ Նահանգներում ավարտվել է երկրի պատմության ընթացքում ամենաերկար շաթդաունը, որը շարունակվում էր 43 օր։ Ներկայացուցիչների պալատը հաստատել է այնուհետև նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել օրենքը, որով կառավարության աշխատանքը կֆինանսավորվի մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով կառավարությունն այժմ կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Պետական բազմաթիվ ծառայություններ հոկտեմբերից կասեցվել էին, շուրջ 1.4 միլիոն դաշնային աշխատողներ ուղարկվել էին հարկադիր պարապուրդի կամ աշխատում էին առանց վարձատրության։ Կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումն ազդել էր ավիահաղորդակցության ոլորտի վրա։ Խնդիրներ էին առաջացել կարիքավորներին պարենային օգնությամբ ապահովման ծրագրում, որից օգտվում է շուրջ 42 միլիոն մարդ։ Շաթդաունի պատճառ էին դարձել դեմոկրատների եւ հանրապետականների տարաձայնություններն առողջության ապահովագրության ծախսերի շուրջ, որոնց ժամկետն ավարտվում է տարվա վերջին։ Կողմերը պայմանավորվել են դեկտեմբերին քննարկել այդ հարցը։ Եվրոպական ղեկավարներն ավելի քիչ պատրաստակամությամբ են սկսել Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել Եվրոպայի օդային տարածքի խախտումների պատճառով, հայտարարել է Ուկրաինայի նախագահը Բլումբերգին տված հարցազրույցում։ Վոլոդիմիր Զելենսկու պնդմամբ դա հոգեբանական ճնշում է, Ռուսաստանը նպատակ ուներ վախեցնել Եվրոպային եւ հասել է այդ նպատակին։ Զելենսկին նաեւ Եվրամիությանը կոչ է արել լուծել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման շուրջ տարաձայնությունները, քանի որ նոր միջոցները կենսական նշանակություն ունեն Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար։ Եվրամիությունը սառեցված ակտիվների շուրջ որոշումը հետաձգել է մինչև դեկտեմբեր։ Այդ ակտիվների շնորհիվ Ուկրաինային կտրամադրվեր 140 միլիարդ եվրո։ Զելենսկին նաև հայտարարել է Կիևը պատրաստ է բանակցությունների հրադադարի հասնելու համար։ Իր հերթին Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունից հրաժարվելու դեպքում Ուկրաինան ստիպված կլինի բանակցություններ վարել ավելի վատ դիրքերից։ Ավելի վաղ բրիտանական Times պարբերականը Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Կիսլիցայի հետ զրույցից հետո գրել էր, որ ռուս-ուկրաինական շփումները Կիևի նախաձեռնությամբ դադարեցվել են։ Միևնույն ժամանակ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է գրեթե 140 անօդաչու թռչող սարք եւ 1 բալիստիկ հրթիռ։ Խարկովում 2 մարդ է զոհվել, 2-ը վիրավորվել։ Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական 130 ԱԹՍ խոցելու մասին։ Կրասնոդարի մարզի 2 օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական են ներկայացրել էներգետիկայի նախարար Սվիտլանա Հրինչուկը եւ արդարադատության նախարար Հերման Հալուշենկոն։ Նրանց հրաժարականը պահանջել էր նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների պնդմամբ նախկին եւ ներկա մի քանի պաշտոնյաներ, ինչպես նաեւ գործարար Թիմուր Մինդիչը, որը համարվում է նախագահ Զելենսկու ընկերը, ներգրավված են եղել Ուկրաինայի էներգետիկ ոլորտում լայնամասշտաբ կոռուպցիոն սխեմայում։ Ըստ նախնական գնահատականների յուրացվել է մոտ $100 միլիոն։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Կանադայում մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ վստահեցրել է, որ չնայած կոռուպցիոն սկանդալին, Գերմանիան եւ նրա արևմտյան գործընկերները կշարունակեն աջակցել Կիևին։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։